Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է սեփականության իրավունքի, ներպետական եւ միջազգային պաշտպանության մեխանիզմներին։ Այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել փաստաբան Կարեն Տոնոյանին։ Բարև ձեզ, պարոն Տոնոյան։ Բարև ձեզ։ Պարոն Տոնոյան, խոսենք մի իրավունքի մասին, որը հիմնարար իրավունք է եւ սեփականության իրավունքը, որպես այդպիսին հնարավորություն է տալիս սեփականատիրոջը տիրապետել, տնօրինել, օգտագործել իրեն պատկանող գույքը։ Խնդրում եմ օրինակներով բացատրեք այս երեք իրավասությունների էությունը։ Կցանկանայի շեշտել, որ սեփականության իրավունքը դա մարդկության զարգացման, ամենահին հիմնական իրավունքներից մեկն է, դեռ շատ վաղ ժամանակներից է ծագել, նույնիսկ եթե դիտարկենք ստրկատիրական հարաբերությունները, դա էլ է եղել սեփականության իրավունք, նույն ստրուկի նկատմամբ իրավունքը եւս սեփականության իրավունք է եղել։ Ու ներկայումս սեփականության իրավունքը ամենահիմնարար իրավունքներից մեկն է ու պրակտիկայում էլ, եթե դիտարկենք, ամենից շատ խախտվող, ամենից շատ պաշտպանվող, դատական պրակտիկայում էլ ամենից շատ կիրառվող իրավունքն է սեփականության իրավունքը։ Սեփականության իրավունքը մեր մոտ սահմանադրական մակարդակի իրավունք է, սահմանադրությամբ է ամրագրված սեփականության իրավունքը եւ սեփականության իրավունքը ինքը բաղկացած է 3 բաղադրիչից՝ տնօրինման, տիրապետման եւ օգտագործման իրավունք է իր մեջ ներառում սեփականության իրավունքը։ Մի փոքր մանրամասնենք, թե սրանք որոնք են։ Տիրապետման իրավունքը դա գույքի նկատմամբ հաստացի իշխանություն ունենալու, իշխանություն իրականացնելու իրավունքն է։ Այսինքն դու կարող ես ունենալ գույք, բայց օրինակ այդ գույքը քո տիրապետության ներքո չգտնվի, այլանց անօրինական կերպով տիրապետի գույքը կամ օրինական կերպով տիրապետի, ու դա հենց այդ իրավունքն է, որ դու քո գույքի նկատմամբ իրականացնում ես քո սեփականատիրական իշխանությունը։ Օգտագործման իրավունքը գույքի օգտակար հատկություններից որոշակի օգուտ ստանալն է, այսինքն օրինակ, չգիտեմ, հողի մշակում իրականացնելու, դրանից պտուղներ, եկամուտ ստանալու իրավունքն է, այսինքն փաստացի գույքի նկատմամբ քո որպես սեփականատեր այդ օգտագործումը իրականացնելու իրավունքն է։ Իսկ տնօրինման իրավունքը իրավաբանորեն ասված գույքի իրավական ճակատագիրը որոշելու իրավունքն է։ Այսինքն դա սեփականատիրոջ իրավունքն է, որը թույլ է տալիս նրան գույքը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել, փոխանակել, ցանկացած կերպով որոշել գույքի հետագա ճակատագիրը։ Եթե կարճ ասենք, սեփականության իրավունքի իր բաղադրիչներով սա է։ Սեփականության իրավունքը բացարձակ չէ եւ այն կարող է սահմանափակվել միայն օրենքով, հանրության շահերի եւ այլոց իրավունքների, ազատությունների պաշտպանության հիմքերով։ Եկեք այս կոնտեքստում հասկանանք միայն օրենքով հասկացությունը, այլոց իրավունքների եւ այս կոնտեքստում նաեւ երևի սկսենք նրանից ինչքանով է կարեւոր իրավաչափ նպատակը, որովհետեւ հենց այդ իրավաչափ նպատակի համար է ըստ էության տեղի ունենում այդ սահմանափակումը։ Այո, ըստ էության թե սահմանադրությունը, թե օրենքները սահմանում են, որ սեփականության իրավունքից անձը կարող է նաեւ զրկվել։ Այո։ Ու կարևոր բաղադրիչներն են սեփականության իրավունքից զրկվելու, օրենքով սահմանված լինելը դրա եւ իրավաչափ նպատակը, ինչպես դուք նշեցիք։ Օրինակ, անձը կարող է սեփականության իրավունքից զրկվել ընդ որում դատական կարգով, օրինակ պարտավորությունը չկատարելու համար, չգիտեմ, մեկ այլ անձի հանդեպ ունի փոխառության պարտավորություն, չի կատարում պարտավորությունը եւ արդեն դատական կարգով կարող է նրա գույքի նկատմամբ բռնագանձում տարածվել ու դրա արդյունքում անձը զրկվի սեփականության իրավունքից։ Սա օրենքով սահմանված կարգն է, որը իրավաչափ է, քանի որ այստեղ տարբեր իրավունքների, տարբեր անձանց շահերի բախման մասին է խոսքը, որտեղ պետք է բոլորի իրավունքները պաշտպանվեն։ Հիմնական մեխանիզմներից մյուսը դա հանրության գերակա շահերի
համար սեփականության իրավունքից, այսպես ասենք, զրկվելն է, հա, երբ որ պետությունն է որոշում կայացնում, որ օրինակ տվյալ անձի գույքը անհրաժեշտ է ավելի կարևոր նպատակի համար, որը ուղղված է հանրության եւ պետության շահերին, ու դրա համար կարծես այսպիսի մեկնաբանություն կարող ենք տալ, որ մեկ անձի, հա, կամ անձանց խմբի շահը տվյալ դեպքում ավելի ցածր է, ավելի փոքր է, քան ընդհանուր պետության կամ հասարակության շահը, հանրության շահը։ Ու սա ըստ էության սահմանված է օրենքով, որպես հանրության գերակա շահի իրացման համար կարող է նաև պետությունը իհարկե փոխհատուցմամբ վերցնել քաղաքացուց կամ իրավաբանական անձից գույքը ինչ որ նպատակների իրագործման համար։ Համարժեք փոխհատուցում։ Այո, համարժեք փոխհատուցում վճարելով, որոնք են այդ նպատակները, հա, սկսենք դրանից։ Նպատակները թվարկված են օրենքում, թե որ դեպքերում պետությունը կարող է վերցնել գույքը։ Դրանք են պետության, հասարակության անվտանգության ապահովման համար, այնտեղ կրթական, մշակութային որոշակի միջոցառումների իրականացման նպատակով, շրջակա միջավայրի պահպանության, պետության միջազգային պարտավորությունների կատարման նպատակով, այնտեղ հեռահաղորդակցության, ջերմամատակարարման, այսպես եթե կարծեվակերպենք կոմունիկացիաներ անցկացնելու նպատակով, հա, քաղաքաշինական նպատակներով, որը ըստ էության Հայաստանում ամենից շատ կիրառված դեպքն է եղել, որ հենց քաղաքաշինական նպատակներով է իրականացվել հանրային գերակա շահ ճանաչվել գույքը ու քաղաքացիներից վերցվել։ Հիմնական նպատակները դրանք են, որոնք սահմանված են օրենքով, ու այդ դեպքերում, հա, կառավարությունը ընդունում է համապատասխան որոշում տվյալ գույքը, տարածքը, չգիտեմ, ճանաչելու հանրության գերակա շահ ու արդեն փոխհատուցմամբ քաղաքացիներից վերցնում է այդ նպատակները իրականացնելու համար։ Այստեղ շատ կարևոր ու հիմնական վիճելի հատվածը, որը ծագում է նման իրավահարաբերություններում, հենց այդ նախնական եւ համարժեք փոխհատուցում վճարելու հարցն է։ Եթե մենք նայենք Հայաստանում, հա, ինչպես է այս process-ը իրականացվել, հա, ամենահենց վիճելին միշտ դա է եղել։ Նույն ամբողջ հյուսային պողոտայի գործերով հիմնական վեճը, բացի նրանից, որ քաղաքացիները օրինակ չեն ուզեցել զիջեն իրենց գույքը դուրս գան, հիմնական շատ վեճը վերաբերվել է հենց փոխհատուցման չափին, այո։ 2000-ականներին այդ առումով խնդիրները ավելի շատ են եղել, փոխհատուցումները միանշանակ տրամադրվել են շատ ցածր չափով, համարժեք չեն եղել, ու դրա վերաբերյալ կան բազմաթիվ եվրոպական դատարանի վճիռներ, որտեղ արձանագրված են մարդկանց իրավունքների խախտումը, ու այդ գործերը մինչև հիմա էլ կան, դեռ որ քննվում են դատարաններում։ Մի մասը հենց մի այդ որոշումներից, վճիռներից հետո Հայաստանում արդեն վերաբացված գործերն են, Սահմանադրական դատարանը ունի մի քանի որոշումներ տվյալ հարցի վերաբերյալ, ու ամեն ինչը հենց հանգում է նրան, որ նախնական ու համարժեք փոխհատուցում չի տրամադրվել։ Իհարկե վերջի ժամանակներս օրենքում որոշակի փոփոխություններ են իրականացվել ու գոնե սահմանվել է փոխհատուցման որոշակի չափանիշներ, հա, ու այդ չափանիշներն են, որ պետք է նախ գույքը գնահատվի նրա շուկայական արժեքով, ու փոխհատուցումն է պետք է տրամադրվի այդ շուկայական արժեքից 15% ավելի չափով։ Այսինքն սա որոշակիորեն կարելի ասել խնդիրը լուծել է, բայց միևնույն ժամանակ հենց եվրոպական դատարանի վճիռները, եթե դիտարկենք այս հարցի վերաբերյալ Հայաստանին վերաբերվող, կարող ենք ասել, որ ամբողջությամբ այս հարցը չի լուծել, թեկուզ այս կարգավորումը, որովհետև եվրոպական դատարանը նաև նշել է այն հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնեն փոխհատուցումը տրամադրելուց,
օրինակ որպես այսպես չափանիշներ նշել է այն դեպքերը, թե արդյոք օրինակ անձը այդ գույքը օգտագործում էր բիզնես նպատակով ու դա նրա հիմնական կամ մեծ մասով նրա ապրուստի միջոցներ։ Մեկ այլ չափանիշ, թե արդյոք անձը կարող էր այդ փոխհատուցման գումարով նույն տարածքում դրան համարժեք գույք ձեռք բերել, արդյոք այդ փոխհատուցված գումարը բավականացնում էր այդ նպատակի իրականացման համար։ Ու այս մասերով կարծում եմ, որ կան դեռևս չլուծված խնդիրներ, որոնք դեռ հիմա այս փուլում ամենաակտիվը Սֆիրդուսի հատվածում գույքի իրացումներն են, որտեղ էլ բազմաթիվ վեճեր կան, թե փոխհատուցման չափի հետ կապված եւ թե քաղաքացիների կողմից չցանկանալու իրենց գույքը հանձնելու վեճերը շարունակվում են ու դեռ երկար շարունակվեն, որովհետեւ այստեղ կա նաեւ սուբյեկտիվ գործոնը, անձանց միտքը, որ իրենց գույքը օրինակ շատ ավելի արժեքավոր է, շատ ավելի կարևոր է կամ գույքի հետ ունեն անձնական անխզելի կապ, որ ուղղակի, չգիտեմ, մարդիկ իրենց ծնված օրվանից ապրել են այդ գույքում, այդ տարածքում դա իրենց, այսպես կարող ենք ասել, էության մի մասն է կազմում այդ ամեն ինչը արդեն, կան այլ արժեքներ, նաև հիշողություններ եւ այլն։ Համաձայն եմ, ամեն դեպքում ոչ միշտ է, որ այդքան էմոցիոնալ այսպես կապվածությունը իհարկե շատ կարևոր է, բայց երբեմն մի քիչ չափազանցվում է նման դեպքերում, չի բացառվում այս գործը։ Իհարկե կա այդ չափազանցվածությունը, որոշ մարդիկ ուղղակի կարող են նաև չբացառեն, որ այդ ամենը օգտագործեն ավելի մեծ չափով փոխհատուցում ստանալու համար։ Ցավոք հենց այդ նպատակով է ավելի շատ շահարկվում։ Կանխաբարկացը կարող է լինել։ Բարի, դուք նշեցիք նախնական փոխհատուցման հետ կապված եւ խնդրում եմ համաչափության սկզբունքի մասին նաև խոսենք եւ իրավական որոշակիության սկզբունքի մասին խոսենք այս համատեքստում։ Իրավական որոշակիությունը ըստ էության իրավական պետության հիմնաքարային, այսպես ասենք, հիմքերից մեկն է, որ ցանկացած դեպքում պետք է իրավական որոշակիությունը պահպանվի, որովհետև առանց իրավական որոշակիության անձի չի կարող կանխատեսել իր գործողությունները ու ըստ այդմ իր հետագա քայլերը անել, Իրավական որոշակիությունը նախ պետք է արձանագրենք, որ վերաբերվում է օրենքի որակին։ Այսինքն կան դրա վերաբերյալ նաև բազմաթիվ մեկնաբանություններ, այդ թվում նաև Եվրոպական դատարանի կողմից տրված, որ իրավական որոշակիությունը օրենքին տրված այդ չափանիշը բաղադրիչը պետք է լինի այնպիսին, որ ցանկացած անձ, ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, առանց շատ ինչ-որ բարձր իրավաբանական գիտելիքների կարողանա հասկանալ օրենքը, թե օրենքը իրենից ինչ է պահանջում, իր իրավունքները, պարտականությունները ու դրա խախտման արդյունքով ինչ հետևանք կարող է իր համար առաջանալ։ Ու եթե այս չափանիշը, այս պարզ չափանիշը չի բավարարում, օրենքի մակարդակը չունի այս չափանիշը, ապա օրենքը չի կարող համարվել որոշակիություն ունեցող, ըստ այդմ նաև չի կարող բավարարել օրենքի չափանիշին ու համարվել օրենք։ Իհարկե, նաև մյուս կողմից Եվրոպական դատարանն նշում է, որ պարտադիր չէ ու պրակտիկայում հնարավոր չէ, որ օրենքը սահմանի բոլոր հնարավոր, այսպես ասենք, դետալները տվյալ իրավահարաբերությունը կարգավորող ու դրա համար արդեն դրան որպես լրացնող պայման գալիս է դատական պրակտիկ մեկնաբանությունը։ Այսինքն սա եւս թույլատրելի կանոն է, որ հենց օրենքի մեկնաբանությամբ էլ կարող է լուծվել իրավական որոշակիության հարցը։ Ու նման դեպքերում թե սահմանադրական դատարանը, թե Եվրոպական դատարանը միշտ նայում է այս հարցը ու օրինակ, երբ որ սահմանադրական դատարանում վիճարկվում է որևէ օրենքի իրավական որոշակիությանը համապատասխանելու հարցը, դատարանը միշտ ստուգում է, թե ինչպես է այդ օրենքը կիրառվել պրակտիկայում։
արդյոք այն միատեսակ է կիրառվել, թե ոչ։ Ու հիմնականում, եթե այդ օրենքը կիրառվել է միատեսակ, հա, դատարանները միշտ նույն կերպ են կիրառվել, այսինքն ընկալվել է օրենքը կոնկրետ ձևով, այստեղ արդեն կարող է իրավական որոշակիության խնդիր չլինել, որովհետև կա կանխատեսելիություն, որ տվյալ դեպքում չափանիշը այսպիսին է, օրենքը կիրառվում է այսպես։ Մյուս չափանիշը համաչափության մասին խոսեցինք, համաչափությունը եւս շատ կարևոր չափանիշ է ու իրավահարաբերության օրենքի որակը գնահատելու առումով ու համաչափությունը ինքը միշտ ցանկացած իրավահարաբերությունում կարևոր ցուցիչ է, արդյոք բարձելու համար, թե արդյոք ինչ որ նպատակի հասնելու համար, հա, այդ միջոցը, որը ընտրվել է թեկուզ օրենքի միջոցով, արդյոք համաչափ է նպատակին, թե ինչ նպատակի համար է ծառայում։ Մենք մի քիչ առաջ խոսեցինք հենց հանրության գերակա շահ ճանաչելու գույքերի մասով, ու այստեղ էլ շատ կարևոր է յուրաքանչյուր դեպքում ստուգել արդյոք այդ նպատակը, որի համար կայացում է այդ որոշումը, հա, հանրության գերակա շահի համար գույք վերցնելու, արդյոք համաչափ է նպատակը եւ այն ակնկալվող արդյունքը, հետևանքը թե ինչ է լինելու։ Ու համաչափության սկզբունքը դա այն թեստն է, որը արդեն թույլ է տալիս որոշելու, գնահատելու։ Այստեղ կոնկրետ տվյալ դեպքում շատ կարևոր հակակշիռ է հանդիսանում համաչափության սկզբունքի ու ապահովող համաչափության սկզբունքը հենց նախնական ու համարժեք փոխհատուցումը։ Այսինքն, եթե փոխհատուցումը համարժեք է, դա արդեն կարող է իրենով ապահովել նաև համաչափության սկզբունքի ապահովումը։ Այսինքն, այստեղ այս տարբեր շահերի բախումը, հա, մի կողմից անձի սեփականության իրավունքը, մյուս կողմից պետության, հասարակության շահը, այս բախման մեջ իհարկե երկու կողմերն է որպես այդպեսին չպիտի վնաս կրեն։ Բալանսավորումը շահերի լինի։ Պետությունը, հասարակությունը պետք է ստանա իր շահը ու որը պետք է որևէ կերպ չխախտի քաղաքացու անձնական շահը, հա, ու դրա հենց մասնավորապես սեփականությունը, այո, ու դրա հենց առաջնային պայմանը այդ շահը ապահովող հենց համարժեք փոխհատուցումն է։ Այսինքն, որպեսզի քաղաքացին էլ, հա, ինքը մի կողմից քաղաքացին կարող է հասկանալ, որ իր գույքը անհրաժեշտ է, պետք է պետությանը, պետք է հասարակությանը, որովհետև թե իր գույքը հանդիսանալու փաստը ուղղակի իր անձնական շահն է, իր անձնական ինչ որ, հա, կյանքի նպատակների համար օգտագործվող ինչ որ արդյունքի հասնելու համար է, բայց մյուս կողմից արդեն այդ գույքը օրինակ անհրաժեշտ է ավելի կարևոր շահի սպասարկման համար։ Իհարկե քաղաքացին էլ սա պետք է հասկանա, բայց դրա հետ մեկտեղ պետք է շատ չտուժի։ Այո, քաղաքացին ստանա այնպիսի հատուցում, համարժեք հատուցում, հա, ինչպես օրենքն է նշում, որ այդ բալանսը պահպանվի։ Այո, եւ հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք փաստաբան Կարեն Տոնոյանի հետ սեփականության իրավունքի մասին, մասնավորապես վերջինիս պաշտպանությանը ներպետական եւ միջազգային ատյաններում, եւ շարունակելով մեր զրույցը, պարոն Տոնոյան, այսպիսի մի հարց՝ սեփականության իրավունքի պաշտպանության եղանակները, հա, սեփականության իրավունքի ճանաչումը, ուրիշի ապօրինի օգտագործումից պաշտպանությունը եւ երրորդը փոխհատուցման ինստիտուտը։ Այս երեքը բավարար են սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմի իրագործման համար։ Ըստ էության կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում, հա, թե սահմանադրական մակարդակով, թե օրենքների մակարդակով սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները լիարժեքորեն ստեղծված են կամ գործում են։ Այլ հարց է, թե դրանք պրակտիկայում ինչպես կարող են, հա, մեկնաբանվել, իրացվել, արդյոք անձը կարող է հասնել իր սեփականության իրավունքի պաշտպանությանը, բայց դա արդեն այլ խնդիր է, դա պրակտիկայի խնդիր է,
գրեթե միշտ լինում է, որ քաղաքացիները դժգոհ են լինում, հա, իրենց սեփականության իրավունքի պաշտպանությունից, դրա աստիճանից, հիմնական դժգոհությունը դատարաններից է, որ դատարանները կամ այլ պետական մարմինները չեն պաշտպանել լիարժեք կերպով իրենց սեփականության իրավունքը։ Բայց մեխանիզմների առումով, օրենքի մակարդակով, հա, այդ չափանիշները ներդրված են ու ըստ էության իհարկե միշտ կա որոշակի կառուցակարգերի թերի լինել, անկատարություն, այո, որոնք միշտ պահանջում են անընդհատ դրանց վրա աշխատանք ու լրացում, ու դա մի կողմից է նաև բնական է, որովհետև հասարակական հարաբերությունների անընդհատ զարգացումը, հա, մենք միշտ ամեն օր ականատես ենք լինում նոր բանի հայտնվելու, նոր բանի ստեղծվելու, հասարակական հարաբերությունների փոփոխության, որոնք անընդհատ պահանջում են օրենքների կատարելագործում, որպեսզի հնարավոր լինի նոր ստեղծվող իրավահարաբերություններում մաքսիմալ պաշտպանություն ապահովելու։ Ու այս առումով միշտ կյանքի զարգացումը, հա, ավելի արագ է, քան օրենսդրական զարգացումը, ու սա բնական է, որովհետև հա օրենսդիրը չի կարող կանխատեսել, որ չգիտեմ օրինակ վաղը նոր բան կարող է առաջանալ ու դրա պաշտպանության մեխանիզմներ ստեղծի։ Ինչ վերաբերվում է մեխանիզմներին, հա, որոնք նշեցինք, սեփականության իրավունքի ճանաչում, գույքը ապօրինի տիրապետումից հետ պահանջելու կամ սեփականության իրավունքի որևէ տեսակի խախտման պաշտպանության միջոց։ Ու նաև կցանկանայի ավելացնել, որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց, նաև իրավունքների ինքնապաշտպանությունը, որը ևս շատ կարևոր իրավական միջոց է սեփականության իրավունքը պաշտպանելու համար, ոչ միայն սեփականության, բայց նաև այդ թվում սեփականության։ Հիմա օրինակ սեփականության իրավունքի ճանաչում շատ հաճախ հանդիպող իրավական պաշտպանության մեխանիզմ է, ու դա տարբեր իրավիճակներում կարող է գործել։ Օրինակ շատ հաճախ հանդիպող իրավիճակ է, պրակտիկ որպես դեպք ներկայացնեմ, ամուսիններն համատեղ կյանքի ընթացքում ձեռք են բերել գույք, բայց օրինակ սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացվել է ամուսիններից մեկի անունով։ Այսինքն օրենքով սահմանված է, որ դա հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, բայց պետության կողմից գրանցումը իրականացվել է ամուսիններից մեկի անունով։ Ու այս դեպքում կան իհարկե մեխանիզմներ, որ ամուսինները կարող են համատեղ դիում ներկայացնել կադաստր, այդ սեփականության իրավունքի գրավությունը իրականացնել, բայց շատ հաճախ է լինում է, որ օրինակ ամուսինների մեջ վեճ է լինում գույքի շուրջ ու հնարավոր չի լինում փոխհամաձայնությամբ այդ հարցը լուծել։ Ու այստեղ արդեն դատական կարգով ճանաչում իրականացնելու մեխանիզմը անձը կարող է դիմել դատարան իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով։ Նմանատիպ դեպքերից է նաև ձեռբերման վաղեմության ինստիտուտը շատ հաճախ հանդիպող, նաև երբ անձը թեկուզ գույքը իր սեփականությունը չէ, հա, իրավաբանորեն իր սեփականությունը չէ, բայց ունի այն նախադրյալները, որոնց առկայության դեպքում հնարավոր է դատական կարգով ճանաչել սեփականության իրավունքը։ Այս դեպքն է շատ հաճախ հանդիպող է ձեռբերման վաղեմության ինստիտուտը ու դա էլ սեփականության իրավունքի ճանաչման ձև է։ Շատ հանդիպող է նաև գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջը ու սեփականության իրավունքի պաշտպանության միջոցը շատ հաճախ է հիմա հանդիպում դատարանը բավականին շատ վեճեր կան դրա վերաբերյալ, երբ օրինակ քաղաքացու գույքի սեփականը տիրոջ կամքին հակառակ որևէ մեկը մտնում է իր գույք, հրաժարվում է դուրս գալ կամ նրա համաձայնությամբ է, հա, մտնում գույք, բնակվում, բայց ինչ որ պահի գալիս է, որ համաձայնությունը արդեն ընդհատվում է, սեփականատերը այլևս չի ցանկանում, որ անձը շարունակի ապրել իր գույքում, բայց քաղաքացին դուրս չի գալիս։ Սա հենց գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, վտարելու քաղաքացուն կամ
արտակը դատական կարգով մեխանիզմ էլ կա ներխուժումը կանխելու կամ ներխուժումը վերացնելու միջոցը, որը ոստիկանության միջոցով համապատասխան կա կառավարության որոշում, որի ընթացակարգով արդեն հնարավոր է հասնել նաև սեփականության իրավունքի պաշտպանության գույքը հետ վերադարձնելուն։ Ինչ վերաբերում է գույքի իրավունքի խախտումը վերացնելու, թեկուզ այդ խախտումը կապված չէ սեփականության իրավունքի զրկելու հետ, սա նեգատոր հայց, այսպես է կոչվում։ Նեգատոր վինդիկացիոն հայցը։ Այո, վինդիկացիոն հայցը նախկին ներկայացրածներ։ Իհարկե կարիք կա յուրաքանչյուրին ավելի ծավալուն անդրադառնալ, բայց ժամանակը չի բավականացնի, դրա համար թվարկենք։ Կարճ նեգատոր հայցի մասին, սա այն դեպքն է, երբ որ կոնկրետ սեփականության իրավունքի խախտումը, դրսևորվում է ավելի շատ խոչընդոտելու ձևով։ Օրինակ, չգիտեմ, երկու հարևանների միջև, ասենք, ինչ որ պատուհանա տեղադրել է այնպիսի տեղ, որը փակում է մյուս անձի լույսը, այս տեսակ խախտումների մասին է, որի դեպքում եւս քաղաքացին կարող է պահանջել վերացնել իր սեփականության իրավունքի ամբողջական իրացման խախտումները։ Շատ բարի, մենք խոսեցինք նաև Եվրոպական դատարանի մասին, իհարկե սա առանձին հաղորդման թեմա է, բայց եկեք այս կոնտեքստում խոսենք սեփականության իրավունքի պաշտպանության, երբ որ ներպետական դատական պաշտպանության միջոցները սպառված են, երբ կարող է դիմել, որովհետև գիտենք, որ թիվ 1 արձանագրությամբ Եվրոպական կոնվենցիայի անձը կարող է դիմել այդ հիմքի վրա սեփականության իրավունքն է սահմանում եւ խախտման դեպքում կարող է դիմել Եվրոպական դատարան, այ որ դեպքերն են, որոնք հիմք են տալիս անձին դիմելու վերազգային դատարան։ Եվրոպական դատարան դիմելու կարևորագույն պայմանը, կարող ենք ասել նույնիսկ առաջի պայմանը հանդիսանում է ներպետական դատական ատյանների սպառումը։ Այսինքն անձը կարող է դիմել Եվրոպական դատարան, երբ որ Հայաստանում երաստիճան մեր դատական համակարգով բոլոր ատյաններով պարտադիր կերպով անցել է։ Ու նաև շատ կարևոր է, որ կոնկրետ իր խնդիրը ներազգային դատարաններում նա բարձրացրած լինի, որովհետև եթե խնդիրը հստակ բարձրացված չլինի ու հետո դիմի Եվրոպական դատարան, կարող է կանգնել այն խնդրի առաջ, որ ինքը չի սպառել ներպետական դատական ատյանները։ Թեկուզ 3 ատյանը անցել է, բայց քանի որ խնդիրը հստակորեն չի բարձրացրել իր իրավունքի խախտումը, դա եւս կարող է դիտվել որպես չսպառում ներպետական դատական ատյանների։ Այս մասով կցանկանայի նաև շեշտել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի, որ Եվրոպական դատարան դիմելու ժամկետը 4 ամիս է։ Նախկինում 6 ամիս էր, հետո կրճատեցին, սարքեցին 4 ամիս ու այս մասով որոշակի քաղաքացիների մոտ ընկալում կա, որ 6 ամիս է։ Դեռևս կա։ Դրանով ղեկավարվելով շատ ժամանակ նաև ժամկետը բաց են թողում։ Տեսեք, Եվրոպական դատարանը ինքը հենց սեփականության իրավունքի պաշտպանության լայն հնարավորություն տալիս է։ Եվ այն նախադեպային պրակտիկան, որ ունի ավելի լայն մեկնաբանելու, հետո անդամ պետություններում զարգացնելու սեփականության իրավունքի թե օրենսդրությունը, թե դատական պաշտպանության մեխանիզմները։ Շատ հարուստ դատական պրակտիկա ունի Եվրոպական դատարանը սեփականության վերաբերյալ ու ներողություն եմ խնդրում, քանի որ ժամանակը սպառվում է, եթե կարելի է, պարոն Տոնյան, գույքի լեգիտիմ ակնկալիք ասելով, որտեղ Եվրոպական դատարանի վճիռներում շատերը կհանդիպեն, եթե կարելի է բացենք, որտեղ մեխանիզմից չենք հասցնի ավելի լայնածավալ խոսենք, եթե կարելի է մեր թեմայի հետ կապված։ Դա հենց Եվրոպական դատարանի կողմից ներդրված ու մեր արդեն մեր իրավական համակարգում է բավականին լայն կիրառվող հասկացությունը լեգիտիմ ակնկալիքը, որը եթե կարճ այսպես ներկայացնենք, այն ակնկալիքն է, որը քաղաքացին կարող է իրավաչափ լեգիտիմ կերպով ունենալ, որ ինքը ունի այդ իրավունքը կամ ապագայում կարող է ձեռք բերել այդ իրավունքը։ Ու դա թե սահմանադրական դատարանը, թե ներպետական դատարանները բավականին շատ մեկնաբանել են, որպես օրինակներ, նշեմ օրինակ կենսաթոշակի իրավունքը, աշխատավարձի իրավունքը, արձակուրդայիններ ստանալու իրավունքը, դրանք բոլոր լեգիտիմ ակնկալիքներ են։
Շատ շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր իրավունքին անդրադառնալու համար։ Մենք կարծում եմ դեռևս մյուս եթերաշրջանների ընթացքում հնարավորություն կունենանք անդրադառնալու ավելի նեղ հարցերին։ Ես հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք սեփականության իրավունքի պաշտպանության մասին, անդրադառնալով ներպետական եւ միջազգային, մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական դատարանի եվրոպական պաշտպանության համակարգին եւ մեր հյուրներ փաստաբան Կարեն Տոնոյանը։ Շնորհակալություն պարոն Տոնոյան։ Հիշեցնեմ հարելի ռադիոլսողներ, ձեզ հետ է հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։